Կվանտային համալսվածություն կամ խառնաշփոթություն, եկեք անգլերենից սկսեմ էլի, entanglement, ինչ որ ձևով զապուտնես ռուսերեն է կոչվում, համալսվածություն GPT-ով վերցրեցի դուրս եկավ, խառնաշփոթ ես էի հնարել կամ այլ տեղից չեմ իմանում։ Ինչ է entanglement։ Մենք ունենք այսպիսի մոտեցում, որ կվանտային մեխանիկան IT-ին տալիս է շատ կարևոր բառ, սուպեր դիրք, սուպեր դիրք, շատ կարևոր, եւ երկրորդը, որը որ մեզ էլի շատ պետք է գալու IT տեխնոլոգիաներում, քյուբիտներում, այսպես վերցնենք, երկրորդը մենք իրան կանվանենք համալսվածություն խառնաշփոթ, վերջ entanglement, entanglement, եթե ճիշտ գրեցի, եթե չէ ոչինչ, այս երկու հզորագույն տեխնոլոգիաները հիմք են հանդիսանում քվանտվի մեխանիկայից այս երկուսը, պարզ է իրա չափելով, իրա կոլապսով, իրա ինտերֆեյսով, իրա ալիքներով, չեմ ասում չէ, բայց այս երկուսը հիմնային, վերադառնամ, ինչ է entanglement, բարդ բան է, այդ որ դուք լսել եք, որ լույսից առակ ինֆորմացիան տեղափոխելի է դառնում, այս գաղափարի շուրջն է փոփոխվում կամ դրված է այդտեղ, ինչ է նշանակում, երկու մասնիկ, բանից պարզում է, ֆիզիկան որոշ ժամանակ հետո սկսեց հզոր զարգանալ, ի պատիվ հզոր զարգացման շնորհիվ, լույսը գնալով ֆոտոնը կարա անցնի որևէ մի հատ կվարցի միջոցով կամ նյութի միջոցով, ֆոտոնը էներգիան կիսվի երկու էներգիայի, ֆոտոնը շարունակի ֆոտոն 1, ֆոտոն 2, այս ֆոտոնը ինչ-ինչ ձևով, մի ֆոտոնի մասին է նույնիսկ, պարտադիր չի շատ, մի ֆոտոն կրակելը փորձերի մեջ կա, որը մի ֆոտոնը կարա, լույսի մասին է խոսքը, դառնա երկու հատ, մեկը գնա տիեզերքի մյուս կողմը, մեկը գնա մյուսի կողմ, եթե այս պրիբորը կամ այս կվարցը, կամ այս չգիտեմ նյութը, կամ այս տեխնոլոգիան այնպես է պաշտպանվում, որ իրանք գտնվում են խառնաշփոթ վիճակում, կիսելու ձևեր կան, էլի, որ այդ նույն էլեմենտը իր էներգիան շատ կարևոր է պահպանվի, էներգիան կիսվել է երկուսի, ապա սրանք կոչվում են մասնիկներ, որոնք իրար զգում են, իրար տեսնում են, իրար նկատմամբ entanglement են, այսինքն այս երկու զույգերին համարում են մի տեղ վերցրած, ես ասեմ բացի լույսից հանգիստ կարող եք նաև կրակել էլեկտրոն, ֆոտոն և այլն, մասնիկները շատ են, ասա ստացվում է, որ եթե դուք կարողանում եք էլեկտրոն ուղարկել ինչ-որ մի տեղ, մի հատ նույնիսկ, և իրան հատուկ ձև կա, ֆիզիկան դրան հասել է, որ էներգիան չեք փոխում, բայց ինքը երկու մասի է բաժանվում, սա ֆիզիկա է խորը, այստեղ չենք խորանում, տարբերակի մեջ ենք գտնվում, այո, այստեղ երկակիություն է ստացվում, այստեղ կապ չունի կորպուսկուլյար ալիքայինի հետ, այստեղ նույն ֆոտոնն է, նույն էլեկտրոնն է, նույն superposition-ում գտնվող մարդն է, բայց երկու հատ են, ամուսնացնել էի ասել նախորդ դասերում, այսինքն ամուսնացած, մոտից է թռավ բառը, պաշտպանեմ դեռ, սրանք entanglement են, և սրանք մի համակցված համակարգի մեջ են, այսինքն մենք իրանց պետք է համարենք, որ այս երկուսը մի համակարգով պետք է իրանց նայել, սրանք կոչվում են entanglement, և ինչն է հետաքրքիր, եթե երկու էլեմենտ, մի էլեմենտը այստեղ է թռել այստեղ, մյուս էլեմենտը այստեղ է, այստեղից գնացել է կողմ, հազարավոր միլիարդավոր տարիներ գալակտիկաներից հեռու, անվերջ հեռու է, entanglement-ը ասում է, ես ասեմ, որ սա հիմքը ոչ ոք չգիտի, ֆիզիկան ստեղ կանգնել է, չգիտի ինչն է պատճառը, օրինակները ցույց են տալի, որ դա այդպես է, IT տեխնոլոգներս ուրախությունից չգիտենք ինչ անենք, բիթ է դարձել, որ փոխարինության ժամանակ կարա սխեմա դառնա, վերջը, մենք սխեմա կսարքենք, կտեսնենք, որ այս entanglement-ը շատ մեծ տեղ է գրավում, ինչ է նշանակում, ենթադրենք սա խառնաշփոթ, անդադ չգիտենք, superposition է, դեռ կոլապս չի եղել, վեկտորն եմ նշանակում, այսինքն ինքը ֆունկցիան, ալիքային ֆունկցիան անվերջ վեկտորների մեջ է, սա էլ անվերջ վեկտորների մեջ, տեսեք, նույն այսպես բաներ եմ նկարում, կարող է և ուրիշ գույնով դնեմ, այս անվերջ վեկտորներ են, այսպես,
Իրանք երկուսն էլ խառնաշփոթ են, բայց հենց մենք սրան նայում ենք, աչքս տեսնի տարբերակով, ահա, այս իմ թարթիչներն են, բայց այս նայում ենք, ինքը կոլապս է լինում, պայմանավորվել են Կոպենհագենի ասածով, այսինքն մենք մեր քվանտովի մեխանիկան պաշտպանում, ինքը կոլապս է լինում, կամ սենց, կլասիկ 0-1 է մեկը, ճիշտ է, սենց է կոչվում 0, կամ սենց է կոչվում 1, սա քյուբիտային տեխնոլոգիայով է սա, բայց մեկը ինքը 0 կամ 1, սպին վերև, սպին ներքև ուրիշ ձև չունի, սա հրաշքը, որ IT-ին վերցրել է, IT-ին ստացել է, եթե նա վիճակները 0-1 չլիներ երկու, ապա մենք այդտեղ մենք IT չէինք ստանա։ Վերջը ֆիզիկան իր համար կապրեր։ Ինչ է նշանակում, եթե ես հանկարծ ինչ գույնով, այս գույնով կոլապսվում եմ դեպի վերև, այս մասնիկը զգում է իրան, նրանք մի համակարգ են, ինքը կոլապսվում է ներքև։ Իրար ինֆորմացիան չի փոխանցվում կլասիկ ձևով, սա կասեմ, այս ինֆորմացիայի փոխանակում չի, սա վիճակի հաղորդագրություն է, վիճակի փոփոխություն, ինֆորմացիա չեք կար, ինֆորմացիան լուրջ անուն է, IT տեխնոլոգներս գիտենք ինֆորմացիայի սահմանումը, Շենոնի գրքերով եւ այլ տեսությունով, ինչևից է, ուրեմն լույսի ակնթարթորեն, այսինքն դե միլիարդ տարի լույսը պիտի գնար, սա տեղեկություն տար, որ շրջվի, այդպես չի, ակնթարթային, այսինքն ամբողջ տիեզերքը մի ուրիշ չափման մեջ է, entanglement, իրանք չգիտենք, մենք դրա սահմանը չգիտենք, բայց IT-շնիկներս, եթե տենց կարճ ասեմ կամ այդ կարգով ասեմ, կօգտվենք եւ մենք դասերի իմաստ IT-ն է, չլիներ սա, ես այս դասավանդումը չէի տա, ես չէի տա քվանտային մեխանիկա, առավել ևս, որ շատ շուտվանից հեռացել եմ իրենից, ինչևից է, IT-ի կանչը, այսպիսի կարելի է վերնագիր տալ, ուրեմն խառնաշփոթությունը entanglement-ը, դա Էյնշտեյնը համարել է spocation in distance, այսինքն distance, սարսափելի ժուտկը ձեստը, սարսափելի ազդեցություն հեռավորության վրա, ինքը տենց անվանի, որտեղ դա այն ժամանակ արդեն ապացուցվել է, որ կա, իրանք այդ էլեմենտները տեսել են, որ իրա վրա ազդում են, եւ նա ֆորմուլայով է դա ստացել, նա էներգիայով է ստացել, entanglement-ի տեխնոլոգիա ապացուցվել է ոնց որ 72-ին վերջապես պրիբորներ ապացուցել են, բայց մինչև պրիբորը մաթեմատիկան, ֆիզիկան, տեսությունը, entanglement տեխնոլոգիան ֆորմուլաներով դուս եք, Էյնշտեյնը ինքն է այդ բառը ինչքան գիտեմ չխառնեմ, entanglement հնարել է, ստեղծել է բառը, ասել է, որ այս օրինակը կա, եւ քվանտային մեխանիկա լրիվ չի, ինքը կարճ ասած դեռ բավարար չի մատերիան հասկանալու համար, ինքը դա հնարել է, եւ հաջորդ դասը էպեր փորձը ցույց կտա կամ այդպիսի պարադոքս կա, մենք էդ էլ կանցնենք ու կվերջացնենք։ Ուրեմն ինչ է ստացվում, որ ըստ Էյնշտեյնի առանձին կապված է, ասենք առանձին իրանք կան, բայց իրանք համախմբված են եւ լույսային տարիները կարան անցնեն, եթե այդպիսի բան կա ու կա, հիմա ապացուցում են 1000 կիլոմետրել են արդեն ապացուցել չինացիների մոտ կա, ինչևից է, մենք ժամանակ առ ժամանակ այդ պատմությունները կվերհիշենք առանց որևէ ներքին մտածվածության, Մենենք օրինակ, ենթադրենք երկու էլեկտրոն մի քիչ առաջ ասեցի եւ այլն, մեկը վերև է նայում, մեկը ներքև է նայում, մինչև չափում իրանք superposition են եւ իրան չափում ենք, ինքը 1 է կանգնում կամ 0, եթե դրանք միասնական գտնվում են entanglement վիճակում, ապա այդ փոփոխությունը կատարվում է շատ հեռու, ինչքան էլ հեռուն են ակնթարթային, բայց այդտեղ եւս մի անգամ հիշացնեմ ինֆորմացիան չես կարող փոխանցել, որտեվ մենք հեսա մաթեմատիկորեն կամ տեսական կամ բացատրական կտեսնենք, որ դա ինչ է կատարում։ Մեկը, որպեսի դուք իրար տեղեկացնեք, որ քո մոտ 0 իրա մոտ 1 է, որ IT դառնա, լույսի ծարակ չեք կարա։ Լույսի ծարակ, այսինքն ինչ որ մի տեխնիկական կլասիկ միջոցներով հաղորդագրություն պիտի գնա, խոսենք դրա մասին։ Այսինքն ոչ թե ինֆորմացիան է փոխանակվում մեր իմացած կլասիկ բացատրություններով ինֆորմացիայի սահմանում, այլ վիճակը, որովհետև իրանք նույն էլեմենտն են, ոնց կարող է, նույն էլեմենտը ուղղակի մի քիչ լեն ման են գալիս, այսինքն ստից շատ հեռու։ Այստեղ գրված է ինֆորմացիայի փոխանցման տեսակետից կարող ենք ասենք, որ մեզ թվում է ինֆորմացիա փոխանակվեց, ոչ,
ինֆորմացիա չի փոխանակվում, այլ վիճակն է փոխանակում եւ ֆիզիկայի օրենքը այստեղ չի խախտվել։ Այսինքն հարաբերականության տեսությունը լույսից արագ ոչինչ չես կարող փոխանցել, իսկ ինֆորմացիան փոխանցումն է, այստեղ չի խախտվում, ինչ որ միտեղ ես պետք է ասեմ, հիմա ասեմ եւ Էյնշտեյնի համար սա արդեն գոնե այստեղ մխիթարանք է, որ ինքը գուցե պարտվել է, բայց այդտեղ էլի սխալ չի, իր հարաբերականության տեսությունը եւ լույսի արագությունը դեռ կոնստանտ է եւ չի խախտվում, մեզ էլ չի վնասում որպես IT մասնագետներ։ Ուրեմն որտեղ կկիրառենք իրանց, պարշի, առաջինը հենց համակարգիչներում։ Քվանտային հաշվարկներ, համակարգիչներ իմաստացվում են, համակարգիչները արդեն կա, համակարգիչները արդեն աշխատում են, քյուբիտները արդեն 50-ը կա, 100-ը կա, դո 400 էլ կա, 1000 էլ կա, բայց տեխնիկապես ես կբացատրեմ հետագայում, պրոբլեմը կարեկցիա աշիբքի, սխալների հավանականության մեծություն կա, զգայուն էլեմենտներ են, որ դեռ արտադրական չի, այսինքն իրանք դեռ տնտեսական օգուտ չեն կարողանում տան, բայց լաբորատոր, դասավանդում, կարծես այդ կոմպյուտերները նորմալ աշխատում են, նորմալ տալիս են։ Մի քիչ շատ սխալներով։ Ու այդ սխալները ուղղելով գրում են միլիարդներ դրվում դրանց վրա։ Ինչևից է։ Որտեղ կիրառվի քվանտային կոմպյուտեր, որտեղ էլ կկիրառվի քվանտային տելեպարտացիա, սա ձեր կինոների տելեպարտացիան չի։ Մարդը տելեպարտացիա չի կարող լինել։ Լույսից արագ տենց վերցնենք, էլի։ Այսինքն հնարավոր է քվանտային վիճակը հեռավորության վրա օգտագործել, այսինքն ինֆորմացիան տեղափոխեն այսինքն հեռավորության վրա մենք կարողանում ենք տելեպորտ անել, վիճակը գցել, սա քվանտային էլի համակարգիչներում կա, իր համակարգիչներում կա եւ ընդհանրապես կապի միջոցներում տելեպորտ ենք անում, մեր էլեմենտը կարողանում ենք տելեպորտ անել եւ իմանալ այնտեղ ինչ է, բայց այնտեղ երրորդ էլեմենտ էլ ենք օգտագործում, կասենք առաջ ընկնեմ ասեմ, բայց կկրկնեմ, կլոնավորում չի թույլատրվում քվանտային մեխանիկայի էլեմենտների մեջ, դրա համար երկու էլեմենտը քիչ է, entanglement են դառնում 3-ը եւ այդ խնդիրը լուծում է։ Ինչևից է տելեպարտացիա կա, բայց քվանտային մակարդակով, մասնիկի մակարդակով, մասնիկի վիճակը տելեպարտացիա է լինում, այնտեղ, այսինքն մենք գիտենք, որ եթե մեզ մոտ 0 է, այնտեղ 1 է, բա քիչ է դա։ Եվ երրորդը, կրիպտոգրաֆիայում, երբ որ դուք ուզում եք security անել, արդեն քվանտային կոմպյուտեր չի։ Ճանապարհին գող ու ավազակը, որ մկրատով կտրեց մեր լարը, փորձեց քվանտները նայի եւ նույն ձեւի փոխանցի, հիմա տենց են անում։ Ցանկացած ցանցայինում նստած է, մեր հակերա կոչվում, հակերներ, դες գրել եմ նույնիսկ, եւ իրանք մտնում են լարերի մեջ, նայում են քո ինֆորմացիան, նույնը փոխանցում են, բռնում են քո parole-ը։ Տալիս են իրանց կոմպին, մենք չենք իմանում դրա մասին։ Եթե քվանտային է գնում կապը, ապա մենք այդ բանալիները կարող ենք օգտագործել եւ այդ entanglement բանալիներով կբռնացնենք security բանալիներ են կոչվում է կրիպտոգրաֆիայի բանալիներ ինչևից է կրիպտոգրաֆիայի բանալիներին կօգնի այդ հեքերը տելեպարտացիայի ժամանակ եթե հանկարծ մեջտեղը նստի կամ հեռահարության մեջ կապնոյի մենք կբռնացնենք բարձր հաշվիչ մեքենաները փորձենք օրինակներ բերենք իրա փորձնական հաստատումը մի քիչ առաջ ասեցի ասպեն է եղել ցայլինգերը եղել անունները կան մի տեղ ինքը դուրս է գալու ոնց որ ասպեն 80 թվերը կարևոր չի մինչև 2000 թիվը արդեն 3 անգամ 4 անգամ 10 անգամ ապացուցվել է ֆիզիկական սարքերի միջոցով որը վերջապես սարքեր ենքան զարգացան որ դա տեղի ունեցավ եւ Էյնշտեյնի entanglement-ը վերջապես ապացուցվեց որ իր ֆորմուլաները ճիշտ են entanglement-ը գա եւ ավելին մենք դաս ունենք բելի անհավասարությունների ստուգումով հետաքրքիր է բելը անհավասարություն է ստեղծել եւ կողմ եղել Էյնշտեյնին մաթեմատիկա որ ուզեցել ապացուցի ամեն դեպքում մասնիկը դետերմինացված է թե չէ մատերիան դետերմինացված է թե չէ մաթեմատիկորեն ստացել է դրա ապացույցը հետո է կատարվել 82 թվին իր հավասարումները մենք կանցնենք 60-ական թվականներին ինչևից է չինացիները արդեն փորձնական հաստատան ունեն հազարավոր կիլոմետր սպուտնիկով դա իրանց գործն հիմա entanglement-ը համալսարացություն ոնց որ ված չի կարելի ասեն սովորել ես GPT-ին խնդրեցի այս բանը թարգմանություն անի ինձ լավ բարդ տա ուրեմն համալսարացությունը կարելի է ստանալ
մեր իմացած գեցերի, հրամանների միջոցով։ Երկու հրաման կա, բայց այդտեղ սխեմոտեխնիկա եմ անում, IBM-ը շատ է սիրում։ Absolute 0, ասել ենք քվանտային 0 իսկական կարելի է ստանալ։ Absolute 0 հենց քյուբիտը ստեղծում եք, absolute 0 է ստանում, այստեղ հենց որ դուք դնում եք քյուբիտ, ենթադրենք use եւ այլն, ինքը absolute 0-ով է ձեզ տալի, պայմանավորվածությունա տեխնիկական տեսակետից։ Հիմա, եթե դուք կիրառեք այն հաշը, որը որ վերևները մենք տեսանք ու հիմա էլ կտեսնենք, այս հաշը, իր սխեմոտեխնիկան, սա իր ասեմբլերն է։ Քիսքետում, IBM-ում սիրում են սխեմայով խոսալ։ Microsoft-ը միանգամից լեզվին է ասել abstraction-ի։ Այդ չի, տենց նայեք։ Հաշը կիրառում ենք, վերևի հաշ հրամանն է, նոր հրաման անցնենք հիմա, արդեն երկու հրաման անցել ենք հաշը, M-ը երրորդն էլ X-ն ենք անցել, երեք հրաման արդեն անցել ենք, կամ ventil, կամ gates, ավելի ճիշտ, C-note, control note, note-ը X-ն էր, C-note-ը մի ահավոր լավ բան։ Այս C-note-ը, այս պլյուսը իսկական բիթն է, գացքի բիթն է, այս մյուս 0-ն ղեկավարող մասն է։ Այս եռյակը M-ը դե պարզա չափագրումն է կամ կոլապս անելու տեխնոլոգիան է, M-ը թողենք չափ նայելն է, կողք թողնենք, հաշն ու սրանով մենք ստանում ենք քվանտային, կարճ ասած, մեր տեխնոլոգիայի entanglement, այս է entanglement արդեն ապացուցում։ Եվ այդ entanglement-ի բացատրությունը ոչ միայն կա, այլ ծրագիրը կա։ Շատ հեշտ, մեր ներկայացված դասերում լավ հասկանալի է։ Այս մի օրինակը դուք տան example դուք անեք, նույն օրինակն է, մի հին ժամանակ գրած, մենք նայենք ծրագիրը, մեծ ուշադրությամբ։ Անունի տարածքներ ունի, որտեղ այս նշանակում է սա կարա եւ չլինի, եկեք մի անգամից ջնջեմ, մնում է տարբեր կոդերից։ Entry point-ը գիտենք, operation-ը գիտենք, ստե ֆունկցիա կարա լինի, հատուկ ձևով, մի ուրիշ ձևով, այս ֆունկցիա կամ այս մեր իմացած ֆունկցիայի նման կարգը ֆիգուրի փակագծերով կա, երկու քյուբիտ է սարքում։ Առաջին քյուբիտը Adamar ասում ռուսերենով, միջոցով դրում է սուպեր դիրքի մեջ, այո, առաջինը վեկտոր է, մենք վեկտորել անցանք, նոր անցանք, անցնելու ենք, ռեյներն անցնելու ենք, այսինքն մենք Q-sharp ունենք, որը դեռ սպասում է մեզ ինքը, մարդեն մենք փորձ ունենք, բայց հրամանին պարզագույն հրամաններ, հաշ, վեկտորի առաջ էլեմենտը գտնում է superposition-ով, 50% 0, 50% 1, C-note ունենք, ինչ լավ բան, այսինքն հրամանը կա, ես ինչ էի այդքան վախենում, C-note-ը անում, այս երկուսն իրար հետ, հիմա այստեղ ինչ է կատարվում, C-note-ը անում, մեր սխեմայում նայենք, մեր սխեմայում տենց է կա, 0-ն հադամար տված չի, առաջինն է մենակ 50% superposition, երկրորդը ուղղակի մեր բիթն է ման գալով գնում է, բայց C-note-ի տակ, այսինքն ինքը պետքա ղեկավարում ստանա շրջի, ղեկավարում չստանա չշրջի, նու C-note-ը տենց է աշխատում, եթե ստեղ մեկը ինքը կշրջի ես պլյուսը, եթե 0-ը ձեր չի տա, մենք էլի կրկնենք գիտության հետ կապված է, ինչևից է, C-note-ը անում, ռեզուլտատը պահում է, հիշում և պահում է result 1-ում, և կլասիկ ձևով ցուցադրում է, պարզ է reset all-ը լավ բան է, անպայման զրոյակարացրեք, որովհետև հետագայում ձեզ ինքը պետք է գալու, թեկուզ այս վարքյանին ինքը մեզ չի խանգարում։ Եվ հասարակ ձևով ես entanglement ծրագիր գրեցի մի քանի վենտիլների շնորհիվ, այսինքն ես կարողացա այդ վենտիլների շնորհիվ կատարեմ։ Ինքը դանդաղ եկավ, 1-1, այսինքն նույնը պետք է լինի, որովհետև հիմա ես ստուգում եմ entanglement 0-0, այսինքն ես տեղ 0 եմ, դու տեղ 0 ես, ես իմ վիճակ փոխելը, այդ չի նշանակում, որ ես չեմ կարող քեզ տեսնել, հարցը այն է, որ ես երկուսն էլ տեսնում եմ, ինձ պետք է, որպեսզի իմ ինֆորմացիան քո մոտ տեղադրվի, spin-ը փոխելը ուրիշ է, բայց հենց հիմա նույն արդյունք ստանալը բացարձակ, այսինքն երկուսն էլ չափում է, այս C-note-ի տակ է գտնվում, ինքը մեզ փոխում է, եթե ասենք 0-ը թողնում է նույնը, եթե 1-ը ինքը շրջում է, և C-note-ը ինքը կաշխատի, սա 0-0 է գալիս, այսինքն ստացվեց, որ այս օրինակները ցույց է տալի, որ տելեպարտացիա չի, ոչ մի entanglement կապ, այսինքն մենք կարողացանք
օրինակը ցույց է տալիս, որ ես կարողանում եմ քվանտային խառնաշփոթ entanglement-ը այս օրինակով ապացուցեմ, որ այո, ես entanglement վիճակ սարքեցի երկու վիճակները, սրա հետ ինչ կատարում է, ստեղ կատարում է, ստեղ 0-յա, ստեղ 0-յա, ստեղ 1-ա, ստեղ մենք IT սարքեցինք իրան։ Այսինքն մենք ձևակերպեցինք ֆիզիկայից եկանք IT, բայց մեզ հետաքրքիր էր, որ ինքը entanglement լինի, որ ես իմանամ, այս մեկը ընդեղ 1 է տարբերակով։ Եթե օրինակ չկա, նո ստեղ ուղղակի բացատրություն է եւ դրանով վերջացնենք։ Սկզբում երկու բիթերը դառնում աբսոլյուտ 0-0 վիճակ, սա էլ է վիճակ, արդեն 0-0 երկու քյուբիտների աշխարհում է։ Ադամարը սարքում է 50%-անոց, սինոթը ստեղծում է համալսված entanglement վիճակ այս երկու վիճակը։ Այս entanglement-ը մենք հետագայում ենք անցնել, երբ որ մենք սինոթը անցնենք, նոր սա հասկանալի կլինի։ Կամ 0-0 կլինեն իրար հետ, կամ 1 կլինեն։ Չափման արդյունքը միշտ լինում է զուգորդված։ Մենք զուգորդվածություն արդեն անցանք։ Կամ երկուսն էլ 0, կամ երկուսն էլ 1, այդպիսի գաղափարախոսություն անցանք։ Այս կհասկացվի, երբ որ սինոթը մենք միասին անցնենք։